Կառավարությունը որոշել է, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատվելու է։ Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ տղամարդ չեմ նախ։ Նախի գոհ Ես եմ իրան գիտեն էլի։ Իմ կարծիքով ընդհանրապես եթե երկիրը բանակ չունենար, ավելի ճիշտ կլիներ, որովհետև ըստ օրենքի են երկիրները, որ բանակ չունեն, ոչ էլ պատերազմական իրավիճակի առաջ են կանգնում։ Դրական եմ վերաբերվում, այո։ Հաճելի է ժամկետը կարճ լինելը, բայց այդ կարճ ժամկետում ինչքան կարող են պատրաստվել, վերապատրաստվել։ Եթե հսկողությունը նորմալ լինի, ինձ թվում է ամեն ինչ մի տարում էլ կարող են զինվոր դառնալ մեր երեխաները։ Ես տարուկես եմ ծառայում, Ղափանում, 93 թվականին։ Մեր երեխեքն են թող գնան ծառայեն, բայց դե զինվոր պետք է, մեզ թե պետք չի, պետք է պարտադիր։ Թող հենց առաջինը իրենց երեխեքին ուղարկեն։ Արդեն երկար կուղարկեն, թե կարճ կուղարկեն, այդ արդեն իրենց որոշումն է։ Իմ կարծիքով խաղաղությունը ամենալավ բանն է։ Հարկավոր է, որ մի քիչ քիչ ծնողները թող քիչ սպասեն։ Դեպի կախված է երկրի վիճակից, լավ է իհարկե, երեխեքը կուրախանան, որ քիչ են ծառայելու, բայց ճիշտ կլինի, լավ լինի բանակը, երեխեք տղաները գնան ծառայեն, ամենաճիշտը դա կլինի։ Արտագաղթը միշտ կքչանա տղաների կողմից։ Ճիշտ ասած չգիտեմ, ես մասնագետ չեմ, բայց որպես ծնող, յուրաքանչյուր ծնող ուրախ կլինի, որ երեխային քիչ լինի, հա, բանակում, բայց երեք մասնագետները պետք է ասեն։ Մի մասը ասում է լավ է, մյուսը չէ։